Իմ ուղիղ եթերների ժամանակ այս հարցը շատ են տալիս. դու Սուրբ Հոգի ունես, լեզուներով աղոթում ես։ Սիրելի իմ քրիստոնյա ժողովուրդ, Սուրբ Հոգին ընդամենը մեկ պարգև չի տալիս, այլ մի քանիսը։ Եկեք ընթերցենք Պողոս առաքյալի առաջին նամակը Կորինթացիներին 12-րդ գլուխ 1-ից 11-րդ խոսքերը եւ տեսնենք, թե ինչ է ասում այդ մասին Աստվածաշունչը։ Սուրբ Հոգու պարգևները։ Եղբայրներ, չեմ կամենում, որ հոգևոր պարգևների մասին անտեղյակ լինեք։ Դուք գիտեք, որ երբ հեթանոս էիք, համր կուռքերի մոտ էիք գնում, ասես ինչ որ մեկի կողմից առաջնորդվելով։ Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծու հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի, եւ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ, բայց ամեն մեկին հոգու հայտնությունը օգուտի համար է տրված, որովհետև մեկին հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին գիտության խոսք, նույն հոգու չափով, մյուսին հավատ, նույն հոգով, ուրիշին բժշկության շնորհ, նույն հոգով, մեկ ուրիշին զորավոր գործեր, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիների զանազանում, մեկ ուրիշին տարատեսակ լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն, բայց այս բոլորը հենց նույն հոգին է գործի դնում, ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։ Տեսանյութն էլ կարող ես տարածել, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Այսքանը, լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։